Տիկնակ և պարոնայք, այս քննարկումների համատեքստում հիմնական հարցը հետևյալն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը տիրապետում է ընդհանրապես Հայաստանի տնտեսության շուրջ տեղի ունեցող պրոցեսներին և այս վարկային ընթացքին։ Հիմա բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության ընկել է վարկային տենդի, ոչ թե տեմպի, այլ վարկային տենդի մեջ, լիխառատկա, վարկային լիխառատկայի մեջ և իրավիճակը հաստատում կերպով դուրս է գալիս նրա վերահսկողությունից։ Հիմա ինչ հիմքեր կան նման պնդում անելու համար։ Նույն կառավարությանը ընդունած 2016-18 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ 2016 թվականին պետական պարտքի սպասարկման համար մեր բյուջեից պետք է ծախսվեր 93 միլիարդ դրամ։ Մինչդեռ իրականում 2016 թվականի ընթացքում պետական բյուջեի ներողություն, ոչ թե բյուջեի սպասարկման համար, այլ պետական պարտքի սպասարկման համար բյուջեից։ Մինչդեռ իրականում 2016 թվականին բյուջեից պետական պարտքի սպասարկման համար ծախսվել է 151 միլիարդ դրամ, այսինքն 58 միլիարդ դրամով կամ 62%-ով ավել, 62%-ով։ Նույն 2016-18 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում էր, որ 2017 թվականի բյուջեում պետական պարտքի սպասարկման համար պետք է ծախսվի 99 միլիարդ դրամ։ Հիմա մենք այս բյուջեն արդեն ընդունվել է, ազգային ժողովը ընդունել է, եւ այդ բյուջեի 2017 թվականի բյուջեով նախատեսվում է, որ պետական պարտքի սպասարկման համար պետք է ծախսվի 190 միլիարդ դրամ, այսինքն նախատեսվածից 91 միլիարդ դրամով կամ 92%-ով ավել։ Ընդ որում 2017 թվականին այսպիսի ցուցանիշ կա։ Մեր պետական պարտքի սպասարկմանը ավելի շատ գումար ենք տալիս, քան օրինակ առողջապահությանը եւ կրթության ոլորտին։ Եվ պետական պարտքի սպասարկումը դարձել է մեր պետական ծախսերի չափերով երրորդ տեղն է գրավում։ Առաջինը սոցիալական ապահովությունն է, երկրորդը պաշտպանությունը եւ երրորդ տեղը պետական պարտքի սպասարկումը։ Եվ մեր պետական պարտքի սպասարկումը արդեն բյուջեի 8%-ն է, 2016 թվականին ընդամենը 72%։ Հայաստանի հեռանկարային զարգացման 2014-25 թվականների հեռանկարային զարգացման ծրագրով 2017-ին հարկային եկամուտները պետք է լինեին 1.5 տրիլիոն, մինչդեռ արդեն ընդունված բյուջեով 1.1 տրիլիոն են, այսինքն 400 միլիարդ դրամով պակաս։ Իսկ փոխառու միջոցները էլի այդ նույն ռազմավարական ծրագրով պետք է լինեին 113 միլիարդ, մինչդեռ նախատեսված են արդեն 200 միլիարդ դրամ։ Այսինքն միայն ընթացիկ 2 տարվա ընթացքում ներքին եկամուտները կանխատեսվածից արդեն $1 միլիարդ չափով պակասել են, իսկ պետական պարտքի սպասարկումը $320 միլիոն աճել է։ Սա ինչ է ցույց տալիս։ Մենք անդադ ասում ենք, ասվում է այստեղ, որ կա զեկուցողն էլ ասեց, որ կա կանխատեսումից շեղում։ Այո, լինում է կանխատեսումից 1, 2, 3, 5% շեղում, բայց 91% կանխատեսումից շեղում ինչ նշանակում։ Նշանակում է, որ կանխատեսող ընդհանրապես չի տիրապետում իրավիճակում, տվյալ դեպքում կառավարությունը։ Հիմա ինչ ասում է ամենի հետ կապված կառավարությունը։ Ասում է, դե վստահում են, վարկ են տալիս, որպես հերթական հիմնավորում եւ ցուցանիշ, որ ոչ մի արտառոց բան չի կատարվում։ 3 հենց այսօր երկուշաբթի է, չէ՞։ Չէ, կներեք, այսօր 5 շաբթի է։ 3 ինձ զանգել էր մարզերից մեկի գյուղի բնակիչ եւ ասում էր, որ բանկին $1000 վարկ ունի ժամկետ անց, որ չի կարողանում վճարել եւ պետք է միջնորդել, որ բանկը ինչ-որ ձևով ինչ-որ բան անի։ Բանկը առանց որևէ կողքից միջնորդության այդ մարդուն կանչել էր, ասել էր $1000 չես կարողացել վճարել
300,000-ը հիմա բերտուր, մենք քեզ նոր վարկ կտանք, այն մնացածը դրանով կփակես։ Այսինքն հիմա ինչ ես գյուղացին ասի, դենց վարկ են տալիս, ես վարգունակ եմ։ Վարկ են տալիս, վարկը փակի։ Նույնն էլ Հայաստանի Հանրապետությունն է։ 500 միլիոն դոլար վարկ ենք տալիս, ախպեր ջան, 300 միլիոնը փակի։ Այդ նույն տրամաբանությունն է։ Ավելի գլոբալ պրոբլեմատիկան Հայաստանի Հանրապետությունում վարկերը ընդհանրապես ոնց են օգտագործվում։ Ընդհանրապես վարկերի օգտագործման process-ը մենք շատ հաճախ չի որ տեսնում ենք, բայց հիմա ունենք կոնկրետ օրինակ Հյուսիս-հարավ ճանապարհը, որ այս դահլիճում մի քանի անգամ հնչել է Երևան Արտաշատ հատվածը, պաշտոնական երկրի իշխանության բարձրագույն ղեկավարների մասնակցությամբ ժապավենը կընտրել են բացել են։ Այդ բացելուց հետո մինչև հիմա փակ այդ ճանապարհը։ Քանդել են, որովհետև պարզվել է սխալ են կառուցել, չգիտեմ ինչ չեն կառուցել, ես չեմ հասկանում, հնարավոր է միլիարդանոց ծրագիրը կառուցել, հետո վերջում պարզվի, որ սխալ են կառուցել։ Այսինքն մարդը մի միլիարդ կամ մի միլիարդ չի, ինչ-որ գումար ծախսի, տուն կառուցի, պարզի ոչ այդ տանը ոչ դուռ կա, ոչ լուսամոտ։ Ու սրա համարով է պատասխան տալիս ոչ մեկ։ Հենց նորմալ է, սովորական է, վար կա, պետք է նրանք ճանապարհ չէին կառուցում, որ ճիշտ կառուցեին կամ սխալ։ Նրանք վարկ էին ուտում, կներեք արտահայտության լափում, լափել են իրանց գործը արել են, ինչ կապ ունի ճանապարհը դուռը կաթելու, իրանց գործը ճանապարհ կառուցելը չի, որ հիմա ասենք արել են, թե չեն արել։ Իրանց գործը այդ վարկը լափելն է, լափել են։ Ու այդ ողջ ընթացքի Տրանսպորտի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Հանրապետական կուսակցության համաժողովում շռնդալից կերպով ընտրվում է իշխող կուսակցության գերագույն մարմնի անդամ, էլի, այսինքն պոլիտբյուրոյի անդամ։ Սա շատ հստակ ուղերձ է, որ ով որ լափել է այդտեղ այդ, մենակ չի լափել։ Եվ վկան Հանրապետական կուսակցության ընտրությունների արդյունքները։ Հիմա ուրիշ հարց է ծագում, այս դահլիճում էլի մի քանի անգամ հնչեց, թե ինչի է կառավարությունն այս վարկը վերցնում։ Շատ պարզ է, ինչքան էլ չասեն, արդեն 2 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի եկամտային մասը թերակատարվում է։ Այս տարի ամենալավատեսական գնահատականներով կլինի այդ թերակատարումը 70 միլիարդ դրամ, այս լավատեսականներ, հոռետեսականով մի քիչ ավելի։ Ու հիմա պրոբլեմն է, որ եթե այս վարկը չվերցնի կառավարությունը, ոչ կարա հին տարին փակի, ոչ էլ կարա նոր տարին սկսի։ Եվ հիմա համար այս վարկը, վարկային այս փաթեթը վերցնում է, որ նոր տարին ավարտեն, հին տարին ավարտեն, նոր տարին սկսեն։ Ճիշտն ասած, մինչև հիմա լսել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի դժբախտաբար կամ մարդիկ, որ պարտքով նոր տարի են անում։ Բայց որ 2017 թվականի շեմին ամբողջ Հայաստանի Հանրապետությունը պետք է Հայաստանի ոչ թե ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, այլ Հայաստանի Հանրապետություն պետությունը պետք է պարտքով նոր տարի անի, դա մի քիչ դժվար կանխատեսելի էր, այնպես որ լավատեսական նոտայով ավարտենք, տիկնակ և պարոնակ, սիրելի հայրենակիցներ, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ, շնորհակալություն։